Որդյակներ, վերջին ժամանակն է, ու ինչպես լսեցիք գալու է նեռը, և արդեն շատ նեռեր են եկել, դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Ոմանք մեր միջից ելան, բայց մեզնից չէին, քանի որ եթե մեզնից լինեին, կմնային մեզ հետ։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի դառնար, որ ոչ բոլորն են մեզնից։ Բայց դուք օծություն ունեք սրբից և ամեն բան գիտեք։ Ձեզ գրեցի ոչ այն պատճառով, որ դուք ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, և թե ոչ մի ստություն ճշմարտությունից չէ։ Ով է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Հենց նա էլ նեռն է, ով ուրանում է հորը և որդուն։ Բոլորը, ովքեր ուրանում են որդուն, նրանք հորն էլ չունեն, իսկ նա ով դավանում է որդուն, հորն էլ ունի։ Նեռերի գալուստի մասին Աստվածաշունչը շատ է խոսել իր ողջ պատմության ընթացքում։ Մարկոսի ավետարան 13-րդ գլուխ 22-23-րդ համարներում այսպես է գրված. Հիսուսն ասում է, որովհետև կհայտնվեն սուտ Քրիստոսներ և սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, նպատակը մոլորեցնելն է։ Եվ եթե հնարավոր լինի նույնիսկ ընտրյալներին, բայց չվախենաք, ընտրյալներին հնարավոր չի մոլորեցնել, ասում է, եթե հնարավոր լիներ։ Այսինքն ցույց է տալիս այդ մոլորության ուժգնությունը որքան պետք է լինի, որ նույնիսկ եթե հնարավոր լիներ ընտրյալներին մոլորեցնել, կմոլորեցնել։ Բայց դուք զգույշ եղեք։ Ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։ Սուրբ Գիրքը շատ է խոսում սուտ մարգարեների և սուտ ուսուցիչների մասին, սուտ առաքյալների և սուտ աշակերտների մասին։ Շատ զգուշացումներ է տալիս նրանց ի հայտ գալու մասին, նրանց գործունեության մասին, նրանց նկարագրի մասին, ինչպիսին են նրանք։ Ինչու է Սուրբ Գիրքը խոսում նրանց մասին։ Ինչու է տալիս այդքան զգուշացումներ, երբևէ մտածել եք։ Պատասխանը պարզ է, որպեսզի Աստծո ժողովուրդը կարողանա ճանաչել նրանց, թե ինչպիսին են, որպեսզի ճանաչողության արդյունքում լինի պաշտպանված։ Անմիջապես կարելի է ասել, որ փրկության իմաստով Աստծո ընտրյալները երբեք չեն մոլորվելու, սա կարող եք հիշել, փրկության իմաստով։ Իսկն այնպես չի կարող լինել, որ մեկը ընտրված էր Աստծո կողմից փրկության համար, ճանապարհին սատանան այնպես մոլորեցրեց, որ նա փրկության չհասնի։ Դա տեղի չի ունենալու։ Բայց ժամանակավորապես երկրի վրա նրա տգիտությունից օգտվելու արդյունքում կարող է շեղել նրան։ Ժամանակավորապես։ Այսպիսով ինչպես պետք է պաշտպանվել այս նեռերի կամ հակաքրիստոսների մոլորությունից, կամ ինչ պետք է իմանալ ընդհանրապես հակաքրիստոսների մասին, նրանց գործունեության մասին, որպեսզի չմոլորվենք։ Թույլ տվեք մեկ օրինակ բերեմ, թե ինչպես է հնարավոր մոլորեցնել և անցնենք մեր հատվածի ուսումնասիրությանը։ Մի քանի րոպե խոսենք մի օրինակի մասին, ձեզ թող չթվա այդ ընթացքում, որ մենք խոսելու ենք ամբողջ պատգամը մուսուլմանների մասին, բայց օրինակ այնտեղից է, որպեսզի դուք լավ պատկերացնեք, ինչ նկատի ունի Հովհաննեսը, երբ խոսում է նեռերի մասին, հակաքրիստոսների մասին, նրանց մոլորության տեսակի մասին։ Ինձ դուր եկավ այս համեմատությունը, որ Ջոն Մակարթուրն էր արել, կարծեմ շատերը ճանաչում եք նրան, 21-րդ դարի Աստծո նվերներից մեկն էր իր ժողովրդին։ Եվ հիմա նա Տիրոջ հետ է, և նա մի համեմատություն է անցկացրել իսլամի և քրիստոնեության միջև, նրանց վախճանաբանական համակարգերի միջև։ Այսինքն իսլամն ունի վախճանաբանական համակարգ, թե ինչպիսին պետք է լինի աշխարհի վերջը, դա աստվածաբանական լեզվով կոչվում է էսխատոլոգիա, էսխատոս հունարեն նշանակում է վերջ, վախճան։ Եվ քրիստոնեությունը ունի վախճանաբանական համակարգ, այսինքն մենք գիտենք, չէ՞, ինչ պետք է լինի աշխարհի վերջում։ Եվ Մակարթուրը շատ հետաքրքիր դետալային զուգահեռներ է տարել այս երկու վախճանաբանական համակարգերի միջև։ Եվ ձեզ ցույց տամ այս համեմատության արդյունքում ինչ ճշմարտություն է բացահայտվում։ Օրինակ իսլամը, շատերը իսլամը համարում են առանձին կրոն, որը որևէ կապ չունի քրիստոնեության հետ, այսպես են մտածում։ Մարդիկ մտածում են, որ եթե մարդը մուսուլման է, նա ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ, եւ կան նաև շատ կրոններ, որոնք իսկապես չունեն կապ քրիստոնեության հետ, բայց մուսուլմանները կամ Ղուրանը ունի, կապ ունի։
Հինդուիզմը կապված չէ քրիստոնեության հետ, բուդդիզմը կապված չէ քրիստոնեության հետ, բայց շատ ապշեցնող է, որ շատ կրոններ էլ կան, որոնք որ կապ ունեն հենց քրիստոնեության հետ եւ սատանան ջանում է կեղծել ճշմարտությունը եւ մոլորեցնել ժողովրդին, որովհետեւ նա չի կարող ճշմարտությունից չօգտվելով մոլորեցնել։ Նա պետք է ճշմարտությունից մի մաս վերցնի անպայման, որ կարողանա այդ ճշմարտությունը ստի վերածելով վաճառել։ Այսինքն ոչ մեկ չի մոլորվի, եթե կան բացարձակ ուրիշ Հիսուսի մասին քարոզեն։ Հա, մոլորությունը հատուկ է այն դեպքերին, երբ կա նմանություն ճշմարտությանը։ Նույնիսկ ավետարանական շատ քրիստոնյաներ կարծում են, որ մուսուլմանները հավատում են մեկ Աստծո, քանի որ մոնոթեիստ են նրանք եւ ասում են, որ նրանք հավատում են Հիսուսին։ Բրայան Մակլարեն անունով մեկը, ում շատերը համարում են հերետիկոս, ով եկեղեցիների ձևավորում թեմայով գրող է, իր գրքում, գիրքը այսպես է վերնագրած, Հիսուսի գաղտնի ուղերձը, գրում է, բոլոր մուսուլմանները, մեջբերում են, բառացի ինչպես որ գրում է նա, դեսեք, բոլոր մուսուլմանները գրում են նա, Հիսուսին ընդունում են որպես մեծ մարգարե։ Նա գրում է, Հիսուսի ուղերձների վերանայումը կարող է լինել ընդհանուր հիմք կրոնական անհրաժեշտ դիալոգների համար։ Հիսուսի ուղերձների վերանայում, այսինքն երբ մենք նայենք Հիսուսի համընդհանուր ուղերձները, կարող է լինել մեր միակ միջոցը, գրում է նա, փրկելու շատ կրոններ, ներառյալ քրիստոնեությունը, մեջբերման ավարտ։ Այսպիսով նա ասում է, որ եթե մենք ուզում ենք փրկել քրիստոնեությունը եւ մյուս կրոնները, մեզ պետք է միավորվել։ Եվ մեզ դրա համար ավելի հեշտ կլինի մասնավոր մուսուլմանների հետ, ինչու՞, որովհետև նրանց կրոնում կա Հիսուսը։ Նրանք Հիսուսին ընդունում են մարգարե։ Մեզ ավելի հեշտ կլինի, ասում են նա, նրանց հետ Հիսուսի ուսուցումները վերանայելուց հետո գալ ընդհանուր հայտարարի։ Այսպիսով նա ասում է, որ եթե մենք ուզում ենք փրկել քրիստոնեությունը եւ մյուս կրոնները, մեզ պետք է միավորվել։ Էկումենիզմի մասին լսել եք։ Ամբողջ աշխարհը գնում է միավորման։ Ճանաչված քարոզիչ եւ գրող Թոնի Կամպոլը տեսեք ինչ է հայտարարում։ Ասում է. երբ մենք լսում ենք մուսուլման միստիկներին, թե ինչպես են նրանք խոսում Հիսուսի մասին, պատկերացնում եք Ղուրանում կա Հիսուսը, նրանք խոսում են Հիսուսի մասին։ Նա ասում է, երբ մենք լսում ենք, թե ինչպես են խոսում Հիսուսի մասին եւ իրենց սիրո մասին Հիսուսի նկատմամբ, ասում է, ես պետք է ասեմ, որ դա ավելի մոտ է նոր կտակարանյան քրիստոնեությանը, քան շատ քրիստոնյաների հայացքները։ Իրոք, դուք մտածում եք, որ մուսուլմանական Հիսուսը դա նույն Հիսուսն է, ում մենք ենք հավատում։ Մուսուլմանական Հիսուսը բանալի դեր է կատարում նրանց վախճանաբանական թեմայի մեջ։ Գիտեք ինչու։ Մուսուլմանները ունեն իրենց վախճանաբանությունը, ուրիշ խոսքով նրանք ունեն աստվածաբանություն վերջին ժամանակների մասին։ Համաձայն իրենց Ղուրանի, նրանք գիտեն, թե ամեն ինչ ուր է գնում եւ ինչ իրադարձություններ պետք է լինի աշխարհի վերջում։ Ինչպես Հովհաննես այստեղ գրում է նկարագրություն, որ վերջին ժամանակն է, այս բաները պետք է իրենք էլ ունեն։ Թույլ տվեք ինձ ներկայացնել ձեզ մուսուլմանական Հիսուսին։ Վստահ եմ, որ դուք Ղուրանը չեք ուսումնասիրել այնքան, որ այնտեղ Հիսուսին առանձնացրած լինեիք եւ հայտնաբերած նրա բնութագիրը մի քանի րոպե լսեք։ Սրանք վերցված են հենց իրենց Ղուրանից եւ Սունաներից։ Իսլամում երկու հիմնական աղբյուր կա՝ Ղուրանը եւ Սունան, որ նրանց ավանդույթներն են։ Իսլամական ավանդությունը կոչվում է Սուննա, Ղուրանի հետ միասին։ Ինչպես գիտեք, հրեաների համար հինկտակարանը եւ ռաբբիական ուսուցումները, հռոմեական կաթոլիկների համար Սուրբ Գիրքն է եւ ավանդույթները, այնպես էլ նրանց համար Ղուրանն է եւ այս Սուննաները, ավանդույթները։ Ղուրանը հանդիսանում է Ալլահի խոսքը, համենայն դեպս դա սատանայի խոսքն է, ասենք որ դա Աստծո խոսք չէ, նրանք վերաբերվում են դրան որպես Աստծո խոսք։ Ստացվում է, որ մուսուլմանները ունեն այս երկու աղբյուրները իրենց հեղինակավոր ուսուցման համար։ Իրենց համակարգում կա Հիսուս, տեսեք, նա մարդ է իրենց համակարգում եւ ոչ Աստված։ Նա չի մահացել, ըստ Ղուրանի։
բայց նա համբարձվել է երկինք, ինչպես Եղիան։ Նա չի մահացել, հետևաբար նա հարություն չի առել, ստացվում է։ Նա չի մահացել, հետևաբար նա չի բերել փրկություն ոչ մեկի համար, որովհետև ոչ մեկը չի կարող փրկություն բերել մյուսի համար առանց մահանալու։ Նրանց Հիսուսը մարդ է, մարգարե է եւ ոչ ավել։ Նա Եղիայի պես համբարձվել է երկինք, նա հիմա Ալլահի հետ է եւ սպասում է, որ Ալլահը նրան հետ կուղարկի։ Ուշադրություն դարձրեք այս կետին։ Նրանց համակարգում այս Հիսուսը, ով չի մահացել, հարություն չի առել, բանալի դեր է կատարում աշխարհի վերջի իրադարձություններում։ Քանի որ նա պիտի վերադառնա, ուշադիր լսեք, երբ Ալլահը իրեն ուղարկի եւ ահա հարց, որը արժե տալ։ Ինչու է Ալլահին պետք կրկին Հիսուսին ուղարկել աշխարհ։ Չէ՞ որ Ալլահը շատ ընտրություններ ունի, մարգարեները շատ են, կարող է ուրիշներին ուղարկել, ինչու Հիսուսին։ Պատասխանը լսեք, որպեսզի նա իրենց Հիսուսը, Իսան, իրենց մոտ Իսա է գրված, որպեսզի նա երբ վերադառնա, ուղղի բոլոր քրիստոնյաներին, ովքեր սխալ են հասկացել իր ինքնությունը։ Սխալ են հասկացել, որ ինքը Աստված է։ Սխալ են հասկացել նրա մարդ եւ Աստված լինելը։ Այսպիսով գլխավոր առաքելությունը, որ այս Իսան, Հիսուսը իրենց պետք է կատարի, դա մոլորվածներին վերականգնել, այսինքն մեզ։ Եվ այս պարագայում քրիստոնեական դավանանքը փոխել է նշանակում, որ պետք է նա անի։ Ովքեր հավատում են, որ Հիսուսը եղել է Աստված, նա մահացել է, հարություն է առել եւ համբարձվել է, նրա գալուստով, նրա մոլորությունով պետք է գան այն եզրակացության, որ սխալվել են իրենք Հիսուսի առնչությամբ։ Սա այն է, ինչը պետք է նա անի, երբ գա, ըստ Ղուրանի։ Նա կվերադառնա եւ ամեն բան կուղի, իմիջիայլոց երբ նա վերադառնա, գրված է նաեւ Ղուրանում, որ կամուսնանա, հետո բնական մահով կմահանա, հետո հաղթի եւ Մուհամեդի կողքը կնստի, կպարկի, այսինքն այս իմաստով։ Ահա այսպիսին է մուսուլմանական Հիսուսը։ Մուսուլմանական վախճանաբանության մեջ կան 3 խոշոր նշաններ, ճիշտ է շատերը կան, ես 3-ը ձեզ կասեմ։ Վերջին ժամանակների մասին։ Մենք այսօր վերջին ժամանակների մասին ենք ուսումնասիրելու։ Եվ 3-ը ձեզ ներկայացնեմ ու 3-ն էլ հետաքրքիր է, որ անձեր են։ Առաջին անձով կհայտնվին ըստ նրանց վախճանաբանության վերջին ժամանակներում դա Մահդին է։ Մահդին։ Երբեմն նրան կոչվում են նաև 12-րդ իմամը։ Ինչ է նա անելու։ Նա գալու է եւ կոտորելու է բոլորին, ուշադիր լսեք, ովքեր չեն երկրպագում Ալլահին։ Իրենց մոտ այդպիսի մարդիկ կոչվում են խոզեր եւ շներ, ովքեր որ Ալլահին չեն երկրպագում։ Նա այս բոլորը անելու է եւ վերջնականորեն հաստատի իսլամի ներկայությունը եւ թագավորությունը ամբողջ աշխարհում։ Գիտեք այսօր իսլամը քանի հետևորդ ունի։ Որքան? Շատ։ Այո։ Սա իրենց երկար սպասված փրկիչն է, իմամը։ Նա վերջնականորեն կհիմնի խալիֆայություն։ Ուշադիր լսեք, աշխարհը պետք է հետևի նրան, երբ նա իշխանությունը վերցնի։ Հակառակ դեպքում նա կոչնչացնի բոլորին, ովքեր թշնամի են իսլամին։ Նա սուրբ պատերազմը մղելու ըստ Ղուրանի։ Կամ դուք կդառնաք դեպի իսլամը, որպեսզի հետևեք նրան, կամ նա կսպանի ձեզ։ Իսլամական ավանդույթն ասում է, որ այս մարդը պետք է կրի սև դրոշ եւ այս նշանի վրա պետք է գրված լինի մեկ բառ՝ հատուցում։ Նա հрьяաների հետ ըստ իրենց վախճանաբանության 7 տարվա խաղաղության պայմանագիր է կնքելու։ Ովքեր վախճանաբանությունը մեր քրիստոնեական գիտեն, հիմա իրենց գլխում պետք է զուգահեռներ գնան։ 7 տարվա խաղաղության պայմանագիր կնքի եւ նա կհիմնի իսլամի համաշխարհային շտաբ Երուսաղեմում։ Ուշադրություն։ Նա կսիրվի բոլորի կողմից։ Կկառավարի 7 տարի։ Եթե այս ամենը ծանոթ է հնչում ձեր ականջներին, պատճառը այն է, որ այս բոլոր նկարագրությունները նման են Աստվածաշնչի հակաքրիստոսին։ Ինչու եմ այս ամենը ձեզ ասում, որովհետև Աստվածաշնչի ների նկարագրությունները ճիշտ Մահդի բնութագրին են նման։ Բոլոր դետալները համընկնում են, Հայտնություն 13-ի Գազանի նկարագրությանը ներառյալ։ Աստվածաշնչյան ները
իսլամի մահդին է նման, որը փրկիչն ու կառավարիչն է աշխարհի, ով կհիմնի համընդհանուր իսլամական թագավորություն։ Սա առաջին նշանն է նրանց էսխատոլոգիայում, վաղճանաբանության մեջ։ Կա երկրորդ նշանը, երկրորդ անձը դա Իսան է իրենց, Հիսուսը, որ պետք է գա։ Մահդին Հիսուսը չէ։ Մահդին այն էր, ում մասին խոսեցինք։ Մահդին մեծ է Հիսուսից, նրանց վաղճանաբանության մեջ։ Եվ սա սկզբունքային է հենց իրենց համակարգում, շատ ուշադիր լսեք սա, ինչու։ Քանի որ եթե նրանք ունեն մեկին, ով գերազանցում է քրիստոնյաների Հիսուսին, նշանակում է քրիստոնյաները եղել են սխալ։ Իսկ եթե քրիստոնյաները եղել են սխալ, Մահդի առաքելությունը ճշմարտացի է, նա պետք է գա եւ ուղղի քրիստոնյաներին։ Այո, մուսուլմանները հավատում են, որ Հիսուսը կվերադառնա, բայց ոչ ճշմարիտ Հիսուսը, այլ իրենց Հիսուսը կգա, իրենց Իսան կգա եւ քրիստոնյաներին կուղի։ Իսլամի Հիսուսը Աստված չէ, չի մահացել, հարություն չի առել, զոհ չի մատուցել, բայց նա գալու է միակ նպատակի համար, որպեսզի օգնի Մահդին, այն առաջին անձին։ Նա վերադառնալու է որպես խիստ մուսուլման, ըստ իրենց, երբ Հիսուսը վերադառնա կամ Իսան, նա աղոթելու է Մահդիին, ով մեծ է իրենից, եւ նա Մահդիին ընդունելու է իրեն որպես Տեր։ Նա երկրպագելու Ալլահին, իրենց Իսան, այդպիսով իր հետևից կտանի քրիստոնյաների, ովքեր կհետևեն իրեն, ովքեր որ ժամանակի ընթացքում կհասկանան իբր, որ իրենք Հիսուսին ճիշտ չեն ճանաչել։ Սա քրիստոնյաներից համար ների, հակաքրիստոսի գործունեությունն է։ Այս ժամանակ շատ քրիստոնյաներ կընդունեն, որ իրենք սխալ են հավատացել ավետարանին եւ կփոխեն իրենց համոզմունքները, թե Հիսուսը Աստված չէ, նա չի մահացել, նա հարություն չի առել եւ այլն։ Իրենց Հիսուսը կուղի բոլոր սխալ մեկնաբանությունները ըստ Ղուրանի եւ աղավաղումները, տեսեք ինչ ցնցող բան է գրված նրանց մոտ։ Կարդում եմ բառացի։ Տեսեք ինչ է գրված նրանց գրության մեջ։ Գրված է այսպես. նա կշրջի խաչերը։ Սա եկեղեցու ոչնչացման պատկեր է։ Քանի որ խաչը եկեղեցու խորհրդանիշն է։ Սա նշան է այն բանի, որ քրիստոնյաները լինելու են վտարված տաճարներից։ Գրված է նաև, որ նա կսպանի խոզ։ Այսինքն սա նշանակում է ոչ մուսուլմանների կոտորած, որովհետև նրանց համար խոզերը մենք ենք եւ ոչ մուսուլմանները։ Եվ վերջին անձը նրանց վաղճանաբանական համակարգում Մահդին առաջինն էր, Իսան երկրորդը, որ Հիսուսն է, եւ երրորդը Ալ-Դաջալ, այսպես է կոչվում, իրենց հակաքրիստոսը։ Եթե դուք հետևում եք այս մտքերին, կարծեմ ձեր մտքերում արդեն որոշակի մոլորությունների կարող եք մոտենալ։ Զգում եք ինչպես է աշխատում համակարգը։ Մոլորեցնող, նա մեկ աչքանի մեկն է լինելու, ըստ իրենց վաղճանաբանության։ Կանի կեղծ նշաններ ու հրաշքներ մարդկանց մոլորեցնելու համար, իրականում կեղծ մեսիա է, ում պիտի ոչնչացնի իրենց Հիսուսը։ Պատկերացրեք, Մահդին գալիս է սկզբում, Իսան հետո գալիս օգնում է Մահդիին, հետո գալիս է իրենց հակաքրիստոսը եւ իրենց Իսան Հիսուսը ոչնչացնում է այս իրենց հակաքրիստոսին։ Մի խոսքով ամենավերջին ժամանակներում ուշադիր լսեք, մեկը կասի ես եմ Հիսուսը, իսկ մյուսը կասի ես եմ Հիսուսը, որին հավատալ։ Սա մոլորության դրսևորումներից մեկն է, որը կլինի ամենավերջին ժամանակներում։ Եվ այն արդեն հիմա մարդկանց արդեն մոլորեցնում է։ Բոլոր մուսուլմանները Հիսուսին չեն ճանաչում այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ներկայացնում։ Եվ նրանք հետևաբար մերժում են իրական եւ ճշմարիտ Քրիստոսին։ Չխաբվեք, սիրելիներ, ինչպես Հովհաննեսն է գրում։ Դուք չեք կարող ասել, լավ է, որ մուսուլմանները սիրում են Հիսուսին, այն հեղինակի նման, որ ընթերցեցի։ Մենք կարող ենք Հիսուսի ուսուցումները վերանայել եւ ընդհանուր եզրեր գտնել։ Դու չես կարող, նրանց սերը Հիսուսին չի ուղված։ Եվ ոչ ոք հոր մոտ չի կարող գնալ, բացի միայն Հիսուսով, ով եկավ, ով խաչվեց, ով թաղվեց, ով հարություն առավ, ով հոր կողքն է եւ ով պիտի գա։ Եթե դուք բացի Աստվածաշնչում նկարագրված Հիսուսից երկրպագում եք որևէ այլ Հիսուսի, դուք մոլորված եք եւ անիծված, ըստ Աստվածաշնչի։ Անիծյալ լինի նա, ով Հիսուսին չի սիրում։ Ահա ձեզ պատկերացում, թե ինչպես է սատանան միլիոնավորների եւ միլիարդավորների մոլորեցնում։ Սուտ Քրիստոսի
եւ սուտ փրկիչի օրինակով։ Սրանք համաշխարհային համակարգեր են, որոնք դարերով առաջանում են եւ ավելի համոզիչ են դառնում մարդկանց համար։ Իսկ դուք կարող եք պաշտպանվել այսպիսի մոլորություններից։ Ինչ միջոցներ ունեք այս մոլորություններից պաշտպանվելու համար։ Հիմա կասեմ, այո, սլայդին հեսա կանրադառնանք, թող դերևս մնա, դրեք, միացրեք, առաջին վերնագիրն է դա։ Հիշում եք Հովհաննեսի առաջին թղթի գրման նպատակը, Ղուրանի դասը ավարտվեց։ Հիշում եք Հովհաննեսի առաջին թղթի գրման նպատակը, երկրորդ գլուխ առաջին համարում նա ասում էր իմ որդյակներ այս բաները ձեզ գրում են, որպեսզի մեղք չգործեք, օգնում էր, որպեսզի սրբության մեջ առաջանային, հասկանային, որ ներված լինելը դա իրավունք չէ նոր մեղքեր գործելու։ 2:26-ում գրում է այս ամենը գրեցի ձեզ մոլորեցնողների վերաբերյալ։ Եվ 5-րդ գլխում արդեն գրում է այս ամենը գրեցի ձեզ Աստծո որդու անվանը հավատացողներից, որպեսզի իմանաք, որ դուք հավիտենական կյանք ունեք եւ որպեսզի հավատաք Աստծո որդու անվանը։ Այս երեքը ցույց են տալիս Հովհաննեսի գրքի գրման նպատակը։ Եվ առաջին նպատակ սրբության կյանքի մեջ առաջնորդելու համար, երկրորդը պաշտպանություն մոլորեցնողներից, որ մեր հատվածը այսօր գտնվում է հենց այս երկրորդ նպատակի համատեքստում։ Հովհաննեսը այս ամենը գրում է մոլորեցնողների վերաբերյալ, որպեսզի իր լսարանը կարողանա ճշմարտությունը իմանալով եւ ամրապնդվելով պաշտպանված լինել եւ չտրվել մոլորություններին։ Եվ նա պաշտպանելու համար Աստծո զավակներին, Քրիստոսի եկեղեցուն, մեր այսօրվա հատվածում 18-ից 23-րդ հատվածում թվարկում է ինչեր պետք է իմանալ չմոլորվելու համար։ Եվ այնուհետև 24-ից 29-ը, որը Տերը կամենա եկող տարի արդեն կուսումնասիրենք, սովորեցնում է, թե ինչ պետք է անել չմոլորվելու համար։ Այսօր մենք կուսումնասիրենք 18-ից 23-րդ հատվածը, որտեղ կտեսնենք, թե ինչ պետք է իմանալ նեռերի կամ հակաքրիստոսների մոլորություններից պաշտպանվելու համար։ Անցնենք հերթով սլայդը, առաջին հատվածի բաժանումը կնայենք, ուրեմն 18 եւ 19-րդ համարներում տեսնելու ենք վերջին ժամանակների նշանները, ինչպես է Սուրբ Գիրքը ներկայացնում, 20-21-րդ համարներում տեսնելու ենք քրիստոնյաների հոգևոր արտոնությունները եւ 22 եւ 23-րդ համարներում կտեսնենք Հիսուսի մասին աստվածաշնչյան սկզբունքներ։ Եվ այս հատվածից մի ճշմարտություն, որ Հովհաննեսը ցույց է տալիս մեզ, կարող ենք փոխել։ Հետևյալն է, սա կարող եք գրի առնել, ամբողջ պատգամը խտացված է այս մեկ նախադասության մեջ։ Աստվածաշնչյան վարդապետություններ իմանալը երաշխիք է մոլորություններից պաշտպանվելու համար։ Նկատում եք, որ սահմանման մեջ գրված է, որ աղբյուրը պետք է լինի Աստվածաշունչը, ոչ թե Ղուրանը, ոչ թե վաղճանաբանական ուրիշ համակարգեր։ Աստվածաշնչյան վարդապետությունները իմանալը դա երաշխիք է մոլորություններից խուսափելու համար։ Դա նույնն է, որ դու ճիշտն իմանալով կապահովես քեզ սխալը ընդունելուց։ Ես այդ օրինակը կարծեմ ձեզ բերել եմ էլի մի անգամ, բայց գիտեք, որ յուրաքանչյուր երկիր ստորաբաժանում ունի, որոնք որ զբաղվում են կեղծ թղթադրամների բացահայտմամբ։ Եվ այդ ստորաբաժանումը 8 ժամ աշխատում է եւ իր ձեռքի տակ ուսումնասիրում է միայն ճիշտ օրիգինալ թղթադրամը։ Մարդիկ կարող են նայել, ասել իրենք ամբողջ օրը զբաղված են կեղծ թղթադրամներ ուսումնասիրելով, իբր թե կարողանան բոլոր կեղծիքները բացատրել։ Ոչ, կարող եք ուսումնասիրել, նրանք ուսումնասիրում են միայն օրիգինալը։ Գիտեք ինչու։ Որովհետև երբ նրանք օրիգինալին լավ տիրապետեն, ցանկացած կեղծ թղթադրամ կկարողանան բացահայտել։ Նույն սկզբունքն է գործում։ Եթե դուք չիմանաք աստվածաշնչյան վարդապետությունները Հիսուսի մասին, վերջին ժամանակների մասին, չիմանաք ձեր արտոնությունների մասին, ով եք դուք Քրիստոսում, սատանայական, դիվական այդ վարդապետությունները ժամանակի ընթացքում կկարողանան մոլորեցնել ձեզ։ Եվ կտեսնենք աստվածաշնչյան վարդապետական 3 թեմա այսօր, որոնց իմացությունը կպաշտպանի հավատացյալներին նեռերի մոլորություններից։ Այսպիսով, սկսենք ուսումնասիրել, ինչ պետք է իմանալ նեռերից չմոլորվելու համար։ Ինչ պետք է իմանալ նեռերից չմոլորվելու համար։ Առաջին, պետք է իմանալ վերջին ժամանակի աստվածաշնչյան նշանների մասին։ Պետք է իմանալ առաջին վերջին ժամանակների աստվածաշնչյան նշանների մասին։ Եվ 18 ու 19-րդ համարներում տեսնում ենք վերջին ժամանակների մասին 3 նշան։
Առաջին նշանը նեռը գալու է, երկրորդ շատ նեռեր արդեն եկել են եւ երրորդ նեռերը չեն հարատևում ճշմարտության մեջ։ Նայեք 18 եւ 19-րդ համարներին։ Որդյակներ վերջին ժամանակն է։ Ու ինչպես լսեցիք գալու է նեռը եւ արդեն շատ նեռեր են եկել։ Դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Ոմանք մեր միջից ելան, բայց մեզնից չէին։ Քանի որ եթե մեզնից լինեին, կմնային մեզ հետ, բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի դառնար, որ ոչ բոլորն էին մեզնից։ Ինչ պետք է իմանալ նեռերից չմոլորվելու համար։ Այս համարում Հովհաննեսը դիմելով ժողովրդին իր լսարանին նրանց կոչում է որդյակներ։ Հիշում եք, քիչ առաջ էր որդյակով դիմել մեղքերի մասին երբ խոսում էր։ Այսինքն մարդիկ, որոնք որ գուցե քրիստոնեական ճշմարտությունների մեջ դեռևս ամուր չեն, ամրապնդված չեն։ Եվ նրանց ասում է, որ վերջին ժամանակների նշանները իմանալու կարիք կա։ Այս տեղեկությունները, զգուշացումները ապահովություն ստեղծելու համար են իր լսարանի համար։ Հիշում եք Փիլիպպեցիս 3:1-ում Պողոս ասում է՝ միևնույն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ Պետք է նախ իմանալ վերջին ժամանակների նշանների մասին։ Ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Մինչև ես կթվարկեմ, ձեր մտքում պատասխանեք, ազնվորեն, ձեր գիտելիքները ստուգելու համար։ Ինչ գիտեք Աստվածաշնչյան վերջին ժամանակների մասին։ Շատ լավ, շատ լավ։ Ես այս հարցը տալիս եմ, որպեսզի յուրաքանչյուրդ մտորեք եւ հասկանաք հարցի լրջությունը։ Դուք պատկերացրեք, դուք ապրում եք քրիստոնեական երկրում, մանկուց լսել եք Հիսուսի մասին եւ ձեզ թվում է, որ դուք շատ ամուր եք։ Բայց եթե մի մոլորություն ի հայտ գա, ուժեղանա եւ գան ցույց տան, որ նայի այսպես է գրված, դու ունես բավարար տեղեկություններ, թե ինչ է լինելու աշխարհի վերջում։ Առաջին նշանը վերջին ժամանակի Հովհաննեսը նշում է, նեռը գալու է, 18-ի առաջին մասը։ Որդյակներ վերջին ժամանակներում ինչպես լսեցիք գալու է նեռը։ Զգուշացումը ուղղված է նրանց, ովքեր նորածիններ են Քրիստոսի մեջ, ովքեր դեռ չեն կարողանում դիմադրել կեղծ ուսուցիչներին։ Նրանք, ովքեր դեռևս անհաստատ են հավատի մեջ եւ Քրիստոսի գալուստից առաջ հակաքրիստոսը գալու է պնդելով, որ ինքն է Քրիստոսը։ Նեռ բառը գիտեք հունարենում ինչ բառ է գրված։ Անտիխրիստոս, որը նշանակում է հակառակվող կամ փոխարեն։ Հակառակվող կամ փոխարեն։ Հակաքրիստոսը երկու դրսևորում ունի, այսինքն այս անձը եւ անձերը երկու ձևով են դրսևորվելու։ Մեկը, ով գալու է, ում մասին խոսում է Հովհաննեսը, այդ անձը, նա պետք է Հիսուսի տեղը գրավի։ Տեղը գրավելը եւ հակառակվելը դրանք տարբեր դերեր են։ Մի բան է, որ ես գամ ասեմ, ես Մայիս եղբայրն եմ, մի բան է գամ ասեմ, որ ես Մայիս եղբոր դեմ եմ։ Նկատում եք տարբերությունը։ Մեկը գալու է որպես տեղը Հիսուսի, ներկայանա իբրև Քրիստոս, իսկ մյուսները հակառակ նրան։ Այս տարբերությունները կարևոր է որսալ։ Նայեք համարին, որդյակներ վերջին ժամանակն ինչպես լսեցիք գալու են նեռը եւ արդեն շատ նեռեր են եկել։ Երկու բառերն էլ գոյական են, որոնք ցույց են տալիս, որ խոսքը գաղափարի մասին չէ, այլ անձերի։ Ստացվում է, որ մեկը անձ է, ով կգա ապագայում, ով կձևացնի, թե Քրիստոսն է, իսկ մյուսը մինչև նրա գալը կգա Հիսուսի դեմ գործելու, կամ գործողներ կլինեն, ովքեր ուսմունքների մակարդակում կգործեն Հիսուսի դեմ։ Սա հակաքրիստոս բառի առաջին օգտագործումն է։ Եվ այս բառը միայն Հովհաննեսի նամակներում է հանդիպում, օրինակ նույն 4-րդ գլուխ 3-րդ համարում այսպես է գրում եւ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ, դա նեռի հոգին է։ Այստեղ է օգտագործում իր երկրորդ թղթի 7-րդ համարում մի գլուխ ունի, որ գրված է այսպես, որովհետև բազում մոլորեցնողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում։ Այսպիսի մոլորեցնողը նեռ է, Հովհաննեսն է գրում։ Այստեղ այն անուն է եւ խոսում է աշխարհի վերջին իշխանի սատանայի ստրուկի կամ ծառայի գալուստի մասին, որը կփորձի ուշադիր փոխարինել ճշմարիտ Քրիստոսին, փոխարինել։ Մատթեոս 24:15-ում տեսեք ինչ էր ասում. Արդ երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը, սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիելի մարգարեությունում, ասում է ով կարդում է թող իմանա, այսինքն ժամանակների մասին նորից տեղեկություն է տալիս, որպեսզի իր լսարանը կարողանա հասկանալ
Դանիելի մարգարեությունում նույնը կա գրված։ Պողոսն է գրում ների մասին։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխում, տեսեք ինչ է գրում, 1-ից 12-րդ համարներում։ Եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր մոտ նրա հավաքվելու համար խնդրում եմ ձեզ, որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք, չմոլորվեք, չսարսափեք, ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել է։ Թող ոչ ոք, ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև, լսեք ժամանակի մասին տեղեկություն, Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա։ Ու չհայտնվի անօրենության մարդը, ում մասին է խոսքը։ Կորստյան որդին, այն հակառակորդը, ով գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում, մինչև իսկ նա Աստծո տաճարում կնստի եւ ինքն իրեն ցույց կտա, փոխարինողն է, թե Աստված է, չեք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաները ասում էի, եւ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի, որովհետեւ անօրենության խորհուրդը արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի, մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է, եւ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով ոչ թե Իսան Ջալադին, այլ Տեր Հիսուսը Մահդին այս դեպքում իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Ուշադիր լսեք, Պողոսը գրում է, նրա գալուստը սատանայի ներգործությունից է, ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով եւ ամեն տեսակ անիրավ խաբեություններով, նրանց համար ոչ բոլորի, ովքեր կորստյան մեջ են, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Եվ քանի որ նրանք չընդունեցին ճշմարտության սերը, տեսեք Աստված ինչ որոշում կայացրեց։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ Սրա մասին շատ է, Հայտնություն 13-ում է գրված, 1-ից 5-ը ես բոլորը չկարդամ, եւ մոլորեցնողների այս ների ճակատագրի մասին կարդամ ինչ է ասում Սուրբ Գիրքը եւ անցնենք առաջ, երկրորդ նշանին եւ երրորդ նշանին։ Հայտնություն 19-20 գրված է եւ բռնվեց Գազանը, նրա հետ նաեւ սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, հիշում եք նրանց այս խատալոգիայի մեջ այդ 3 դերակատարներ, որ պետք է գային, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր Գազանի դրոշմն ընդունեցին, ովքեր նրա պատկերին երկրպագեցին, նրանց երկուսին էլ ողջ ծծումբով այրվող կրակի լճի մեջ գցեց։ Եվ 20-րդ գլուխ 10-րդ համար գրված է, իսկ դևը նրանց մոլորեցնողը կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին Գազանը եւ սուտ մարգարեն, այսինքն Հիսուսի գալուստով ամբողջությամբ այդ դիվային համակարգին վերջ է դրվելու։ Այսպիսով Աստվածաշունչը վերջին ժամանակների մասին ասում է, որ այն սկսվել է Հիսուսի գալուստով եւ այն կավարտվի Հիսուսի վերադարձով։ Երբ դուք լսում եք վերջին ժամանակների մասին, ինչ եք կարծում այն երբ էր սկսվել։ Թեպետ ես ասացի արդեն։ Հիսուսի գալուստով վերջին ժամանակում ները գալու է, բայց այդ վերջին ժամանակը երբ է սկսել։ Պենտեկոստեի օրը հիշեք Պետրոսի քարոզը։ Նա ասաց, սա Հովելի մարգարեությունը։ Այո, Աստված իր հոգին պիտի թափի վերջին ժամանակներում։ Այսինքն Պետրոսը 2000 տարի առաջ արձանագրեց, որ վերջին ժամանակները սկսել են։ Եվ այն կավարտվի մինչև, այսինքն Հիսուս Քրիստոսի գալուստով երկրորդ։ Ստացվում է, սիրելիներ, վերջին ժամանակների մասին ձեր պատկերացումները թող լինեն աստվածաշնչյան։ Այն սկսվել է Հիսուսով, Հիսուսի գալուստով եւ ավարտվելու է Հիսուսի վերադարձով։ Եվ այս ընկած մեջտեղում ընկած ժամանակահատվածը դա վերջին ժամանակներն են։ Իսկ այն նկարագրությունները, որոնք որ կարդացինք, դրանք վերջին ժամանակների ամենավերջին փուլն են լինելու։ Այսինքն մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Առաջին բառը, այստեղ տեսնում եք երկու անգամ է ներգրված։ Առաջին բառը նշանակում է որոշակի անձնավորություն, որի մասին խոսել են մարգարեները Սուրբ գրքում, երկրորդ բառը հոգնակի է, ներեր գրված է, վերաբերվում է շատ մարդկանց։ Համարին նայեք եւ տեսեք, Հովանեսը որտեղից է իմանում, որ վերջին ժամանակն է։ Հովանես ջան, որտեղից գիտես։ Ասում է, տեսեք։ Վերջին ժամանակն է, հայտարարում է, շատ լավ, որտեղից գիտես։ Ասում է, ինչպես լսեցի, գալու է ները եւ արդեն շատ ներեր է եկել, դրանից ենք իմանում։ Այսինքն իր համար, Հովանեսի համար նշան է, նա գիտի, որ ները եթե գալիս է, ներերը որ եկել են, դա նշան է, որ ինչ է։ Որ վերջին ժամանակներն են։ Ստացվում է, որ հակաքրիստոսների շատանալ ուշադրություն ապացույց է վերջին ժամանակների։ Ահա թե ինչը պետք է իմանալ։
Հիշեք սա, սիրելիներ, վերջին ժամանակն է։ Ները գալիս է եւ շատ ներեր են եկել եւ դրանից ենք իմանում, որ վերջին ժամանակն է։ Դուք պետք է իմանաք Աստվածաշնչյան ժամանակները։ Պողոսն էլ է գրում Տիմոթեոսին նամակում, ինչ ասում, հոգին հստակ ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից, լսեք, եւ ուշադրություն կդարձնեն մոլորեցնող ոգիների եւ դևերի վարդապետություններին։ Հիսուսը սատանային անվանեց ստի հայր։ Սատանայի նպատակն է քրիստոնյաներին մոլորեցնել, նրանց կեղծ ուսմունքներ սովորեցնելով։ Եվ ուրիշ Հիսուսների մասին չակերտավոր, թեպետ չկա ուրիշը, ճշմարիտը մերն է, բայց Սուրբ Գիրքը նորից է խոսում։ Պողոսը տեսեք ինչ է գրում 2 Կորինթացիս 11:2-4-ում։ Քանզի ձեզ սիրում եմ Աստծո հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի Սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ, բայց վախենում եմ, որ ինչպես օծն իր խորամանկությամբ եւ այն խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից, որովհետեւ եթե գա մեկը ուրիշ Հիսուս քարոզի, լսում եք, ուրիշ Իսա քարոզի, որին մենք չքարոզեցինք, սա չափանիշ է, դուք պետք է իմանաք սա, Աստվածաշնչյան վարդապետությունը Հիսուսի մասին, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, ասում են նրանց հաճույքով պետք է լսեիք։ Մենք չպետք է ընդունենք մարդու ասած ամեն ինչ, միայն այն պատճառով, որ նա պնդում է դա, թե հավատում է Աստվածաշնչին, քանի որ հնարավոր է շեղել Աստվածաշունչը։ Եվ 2 Կորինթացիս 4:1-2-ում տեսեք ինչ է գրում։ Դրա համար այս ծառայությունն ունենալով Պողոսը ասում է Աստծո ողորմությամբ չենք տկանում, մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում եւ Աստծո խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծո առջև։ Այսինքն նրանք խոսում են իրենց ներքին մտադրությունների մասին, որքան ազնվորեն են Աստծուն քարոզում եւ ծառայում։ Հիշեք, սատանան հեղինակ չէ, նա կեղծարար է։ Նա ընդօրինակում է Աստծո գործը։ Սատանան ունի կեղծ ծառայողներ, ինչպես ասացինք։ Պողոսը գրում է, որովհետեւ այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի չէ, տեսնում եք սրանց բանակը, ուսումնական հաստատություն մտնում են, եկեղեցիներ մտնում են, բայց ինչպես պետք է նմանվեն, պետք է նույնանան, որ կարողանան մոլորեցնել։ Եթե հակաքրիստոսներից մեկը ամբիոնից կանգնի քարոզի եւ դուք տեսնեք, որ նա ընդհանրապես ուրիշ մասնագիտության տեր, դուք հեշտ կզանազանեք։ Դա պետք է լինի հոգեվորական, որ կանգնի եւ փորձի մոլորեցնել եւ դուք պետք է լինեք ամուր, ճշմարտությունից կարճած, որ կարողանաք զանազանել։ Նրանք քարոզում են կեղծ ավետարան, Գաղատացիում Պողոսն է գրում, տեսեք, զարմանում եմ, թե ինչպես եք այդքան արագ հեռանում նրանից, որ ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, եւ դեպի ուրիշ ավետարան դառնում, սակայն ուրիշ չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ ուզում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Քրիստոսի ավետարանը փոխել չի նշանակում գալ բացարձակ ավետարանի հետ կապ չունեցող ուրիշ բան խոսել։ Իրենք այդ ավետարանի մեջ կարևոր դետալներ են փոխում։ Օրինակ, գիտեք, որ Հիսուս Աստված չէ։ Չէ՞ որ Հիսուսն ասաց հայրը ինձնից մեծ է։ Իսկ նույն Հիսուսը չասեց, որ ես ու հայրը մեկ ենք։ Վերջին ժամանակի նշաններն են, առաջին ները գալիս է, երկրորդ նշանը շատ ներեր արդեն եկել են եւ ահա երրորդ նշանին նայեք 19-րդ համարում, որտեղ ներկայացում է Հովհաննեսը, թե նրանք ինչ բնութագիր ունեն։ Ներերը չեն հարատևում ճշմարտության մեջ։ Ներերը չեն հարատևում ճշմարտության մեջ։ 19-ին նայեք։ Ոմանք մեր միջից ելան, հիմա սրանց նկարագիրն է, բայց մեզնից չէին։ Քանի որ եթե մեզնից լինեին, ինչ կանեին։ Կմնային մեզ հետ։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի դառնար, որ ոչ բոլորն են մեզնից։ Հովհաննեսը ասում է, որ նրանք դուրս են եկել հենց իրենց միջից։ Դա ցույց է տալիս, ուշադիր լսեք, որ նմանները ոչ թե քրիստոնեության հետ կապ չունեցող կառույցներ են, այլ իրենք սկիզբ են առնում քրիստոնեությունից, հետո բաժանվում են։ Ասում եմ, մեր միջից են դուրս եկել։ Նրանք մեր մեջ են եղել, Հովհաննեսն ասում է, նրանք նույն դավանանքն են ընդունել։ Հետևաբար հիշեք, նրանք սկսում են քրիստոնեական ուսմունքից, այնուհետև ստեղծում իրենց համակարգերը։ Իսկ ասեք ինձ, Աստվածաշունչն է շուտ գրվել, թե Ղուրանը։ Գոնե դրանով էլ կարող եք հասկանալ։ Տեսեք ինչ է Հովհաննեսն ասում նրանց ծագման մասին։
ծագման մասին, նայեք համարին, որտեղից են այս հակաքրիստոսները, որտեղից են եղել, ասում է, նրանք մեր միջից ելան, բայց մեզնից չէին, նրանք չեն եղել, քանի որ եթե լինեին կմնային, նա ասում է մեզնից չէին, սա ցույց է տալիս նրանց քողարկված ընթացքը, տեսնում եք ինչպես է նույն համայնքում կողք կողքի լինում իրական վերստին ծնվածը եւ հակաքրիստոսը, հիշում եք Որոմն ու Ցորենը, նրանք շատ նման էին իրար, այնքան որ չէին կարողանում տարբերել, Հովհաննեսը անմիջապես այս մտքից հետո չափազանց կարևոր պարզաբանում է կատարում ստուգելու մասին, տեսեք, նրանց իսկության բացահայտման մասին միտք է ասում, ասում է ոմանք մեր միջից ելան, բայց մեզնից չէին, քանի որ եթե մեզնից լինեին, կմնային, նա ասում է, որ եթե լինեին կմնային, մնալ նշանակում է հարատևել, նշանակում է ամուր կանգնել, նշանակում է հետ չդառնալ, նշանակում է չուրանալ, չլքել, ստացվում է, որ Հովհաննեսը ցույց է տալիս տարբերակիչ նշան իրական եւ կեղծ հավատացյալների, ով մնում է հավատի մեջ իրականն է, ով լքում է հավատը կեղծն է։ Մեր միջից դուրս գալ ասելով Հովհաննեսը նկատի ունի ֆիզիկական շինությունից դուրս գալ, այլ նկատի ունի դադարել կրել նույն վարդապետությունը։ Դրա համար սիրելի հովիվներ կամ հավատացյալներ, իրար մի մանիպուլացրեք այս համարով, որ մեկը ձեր համայնքից գնում է ուրիշ համայնք։ Մարդը եթե գնում է ուրիշ համայնք, բայց Հիսուսին չի ուրացել, այս համարը իրեն չի վերաբերվում։ Հա? Իսկ Հովհաննեսը նկատի ունի նրանց, ովքեր հետ են կանգնում Հիսուսի ուսմունքից, ուրանում են Հիսուսին։ Իսկ եկեղեցա շենքը փոխելը դեռևս Հիսուսին փոխել չի նշանակում։ Հիշեք, կեղծ քրիստոնյաների նկարագիր, նրանք չեն մնում հավատի մեջ, չեն հարատևում, սա նրանց բնութագրող նշաններից մեկն է։ Տեսեք, ինչպես է նույն գնահատականը տալիս Հիսուսը, ցույց տալով, որ հարատևությունը իրական հավատացյալի նշան է։ Եվ որ դուք չմտածեք, բայց կարող է իրական հավատացյալ էր, բայց հետո ինքը փոխվեց դարձավ կեղծ, հակաքրիստոս։ Չէ, Հովհաննեսն ասում է, որ նրանք մեզնից չէին եղել։ Այնպես չէ, որ եղել են, փոխվել են, չեն էլ եղել։ Հիսուսի գնահատական տեսեք, Հովհաննես 8:31։ Եվ Հիսուսը այն հրեաներին, որ հավատացել էին իրեն, գրում է հավատացել են, մարդիկ ասում են հավատացել են, ասում է շատ լավ, ասած, լսեք, եթե դուք իմ խոսքի մեջ հարատևեք, այն ժամանակ ճշմարտապես իմ աշակերտները կլինեք։ Իսկ ստուգող միջոցը ձեր հարատևությունն է, դավանողները շատ են, կողք կողքի կարող են լինել, նշաններից մեկը որն է, ճշմարտության մեջ հարատևում ես թե ոչ։ Շարունակում ես Հիսուսին ընդունել որպես Աստծո որդի թե ոչ։ Թե ժամանակի ընթացքում հեղափոխում է մտքերը սատանան։ Տեսնում եք, որ ամեն դավանողի պետք չէ երաշխավորել, որ ինքը իրական հավատացյալ, այլ պետք է նայել ոչ միայն դավանությանը, այլ նաև ինչին։ Նրա հարատևությանը։ Շարունակում է մնալ Քրիստոսի ուսմունքի մեջ թե ոչ։ Հիշեք, իրական հավատացյալները մնում են հավատի մեջ, իսկ ովքեր մեր մեջ են, բայց ոչ մեզնից, շուտով կլքեն Հիսուսի ուսմունքը եւ տարիներ հետո, ժամանակ հետո դուք կտեսնեք, որ Հիսուսին ինքը ուրանում է։ Ես չգիտեմ, ձեր բարեկամական ծանոթների շրջանակում ունեցել եք նման դեպքեր, փորձառություն, որ մեկին ճանաչեք քրիստոնյա, տարիներ հետո տեսեք շեղվել է լրիվ։ Դրա համար դուք այս տարբերակից նշանը հիշեք, վերջին ժամանակների նշաններից երրորդը։ Իրական հավատացյալները մնում են, հարատևում են, հիշեք։ Հիսուսը սատանայի համար էլ ասաց այս բնութագրիչը, չմնալու։ Այո։ Հովհաննես 8:43-44, տեսեք ինչ է ասում։ Դուք իմ խոսքերն ինչու չեք հասկանում, որովհետև չեք կարողանում իմ խոսքերը լսել։ Ձեր ունեցած հայրը սատանան է եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց։ Դե հիմա կարող եք ասել, դե լավ, սատանան չմնաց, բայց ինքը առաջ այդ ճշմարտության մեջ չէ։ Լսեք, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Որ լիներ կմնար։ Մեր մեջ էին, մեզնից չէին, որ լինեին կմնային։ Նույնն է։ Այսպեսով Հիսուսի սիրելի ընտանիք, դուք գիտեք վերջին ժամանակների մասին ինչ է ուսուցանում Սուրբ Գիրքը։ Գիտեք այն նշանները, որոնք նախորդում են Հիսուսի գալստյանը, թե ձեզ հնարավոր է թեկուզ ժամանակավորապես շեղել, չիմացության պատճառով։ 26-ում գրում էր այս ամենը գրեցի ձեզ ձեր մոլորեցնողների վերաբերյալ, ովքեր ճանաչեին։ Ահա թե ինչ պետք է իմանալ նեռից պաշտպանվելու կամ նեռերից պաշտպանված լինելու համար։ Առաջին, վերջին
ժամանակների աստվածաշնչյան նշանների մասին պետք է իմանալ։ Նեռը գալիս է, շատ նեռեր եկել են եւ նրանք չեն հարատևում Հիսուսի վարդապետության մեջ։ Երկրորդ թեման վարդապետական, որը պետք է իմանալ նեռերի մոլորություններից պաշտպանված լինելու համար, հետեւյալն է. ինչ պետք է իմանալ նեռերից չմոլորվելու համար։ Երկրորդ վարդապետական թեման քրիստոնյայի հոգևոր արտոնությունների մասին պետք է իմանալ։ Պետք է իմանալ քրիստոնյայի հոգևոր արտոնությունների մասին։ Եվ 20 ու 21-րդ համարներում մենք տեսնում ենք երկու արտոնություն, որ ունի քրիստոնյան, երկու օրհնություն նույնիսկ կարելի է կոչել։ Նայեք ինչ է ասում, բայց դուք օծություն ունեք սրբից։ Եվ ամեն բան գիտեք։ Ձեզ գրեցի ոչ այն պատճառով, որ դուք ճշմարտությունը չգիտեք, Հովհաննեսն է ասում, այլ որովհետև գիտեք այն, եւ թե ոչ մի ստություն ճշմարտությունից չէ։ Հովհաննեսն ասում է, որ առաջին արտոնությունը, որ ունի հավատացյալը, դա օծությունն է։ Ինչ է օծությունը։ Հունարեն խրիզմա, խրիզմա բառն է, որը օծել բառից է, կամ օծում, ինչպես օրինակ ելիցում էր օգտագործված Ահարոնի առնչությամբ, երբ ասվում էր կվերցնես օծության յուղը, կթափես նրա գլխին եւ կոծես նրան։ Սա ֆիզիկական օծման մասին չէ, այստեղ գրված է։ Այլ ուշադիր լսեք, հոգևոր փորձառության, որը արդեն տեղի էր ունեցել այդ հավատացյալների կյանքում, Հովհաննեսի լսարանի։ Սա Սուրբ Հոգու գալուստն էր նրանց կյանք եւ հաղորդակցությունն է Հիսուսի հետ։ 2:27-ում այսպես է շարունակում Հովհաննեսը, եւ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Այսինքն արձանագրում են փաստը, երբ Սուրբ Հոգին ընդունել են մարդիկ։ Եվ դա կոչվում է ինչ? Օծություն։ Հովհաննես 16:13-ում էլ, սակայն երբ տեսեք Սուրբ Հոգու մասին է ասում, երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի ինչ որ լսի եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Այստեղ ոչ այնքան օծելու գործողությունն է ակնարկում Հովհաննեսը, որքան նրա միջոցով տրված այդ շնորհը, առանձնաշնորհումը, արտոնությունը, կապ Հիսուսի հետ, կապ Աստծո հետ։ Նոր կտակարանյան քրիստոնյան օծվում է ոչ թե բառացի յուղով, այլ Աստծո հոգով, որը նրան առանձնացնում է իր ծառայության համար եւ փրկության համար, որպես Աստծո քահանաներից մեկը, ինչպես Պետրոսն է ասում։ Անհրաժեշտ չէ, որ դուք աղոթեք հոգու օծման համար։ Եթե դուք քրիստոնյա եք, Հովհաննեսը ինչ է ասում, դուք ունեք դա արդեն։ Այս օծումը մնում է մեր մեջ եւ հետեւաբար անհրաժեշտ չէ, որ այն փոխանցվի մեզ։ Այն արդեն կա եւ մնում է։ Տեսնում եք, սա ինչ արտոնություն է, ինչ մեծ առանձնաշնորհում, որ հավատացյալը օծում ունի, այսինքն միություն ունի գլխի հետ, Հիսուսի հետ։ Համարը ինչով է սկսում, հակադրությամբ, նկատում եք, բայցով հակադրում է իրական հավատացյալների նախորդ համարի հակաքրիստոսների հետ, ովքեր չմնացին հավատի մեջ, իսկ օծումը մնում է մեր մեջ։ Տեսեք, համարում ասում է, թե ում կողմից է այդ օծումը, ում կողմից է, բայց դուք օծություն ունեք սրբից, ով է սուրբը։ Ղուկաս 4:34-ում այսպես է գրված, դևերն են ասում Հիսուսին. «Օ, մեզ հետ ի՞նչ գործ ունես, Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու եկար, գիտեմ քեզ, թե ով ես, Աստծո Սուրբը»։ Հիսուսն է ասում Աստծո Սուրբ։ Գործ 3:14 Հիսուսին մասին ասում է. «Դուք սրբին ու արդարին մերժեցիք»։ Իսկն Հիսուսը կոչվում է Աստծո Սուրբը։ Նորից Գործք առաքելոցում 2:32-ում այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք, արդ Աստծո զորությամբ բարձրացավ հորից, ստանալով, լսեք, խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա։ Նկարագրում է Հիսուսը համբարձումով բարձրացել է երկինք եւ Հոգին հեղել է մեզ վրա։ Այսինքն դուք օծում ունեք սրբից, այսինքն Հիսուսից։ Տեսնում եք, Հովհաննեսը հակադրում է իրական հավատացյալներին կեղծերի հետ եւ ասում՝ ի տարբերություն նրանց, դուք Հիսուսից ստացաք Հոգին։ Եվ որպես դրա արդյունք նայեք երկրորդ արտոնությանը, որը բնութագրիչ է իրական հավատացյալի։ Երկրորդ արտոնությունը ո՞րն է։ Ասում է, եւ դուք ամեն բան գիտեք։ Օծման արդյունք է սա, հա։ Գիտեք բառը հունարենում գրված է պերֆեկտո, որը ցույց է տալիս ոչ թե մեկ անգամյա գործողություն, այլ շարունակական։ Պերֆեկտը սա է ցույց տալիս հունարենում, շարունակական ճանաչողություն։ Այսինքն Սուրբ Հոգին պահում է նրանց ուշադիր լսեք սխալներից,
Սուրբ Հոգին առաջնորդում է հավատացյալին ամեն բան ճանաչելու մեջ։ Մխիթարիչը կգա Սուրբ Հոգին, որին ուղարկելու եմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի։ Եվ եթե հարցնեք դուք ամեն բան գիտեք, ինչի մասին է խոսքը։ Ամեն բան բացարձակ իմաստով։ Հիսուսի մասին, ով է Հիսուսը։ Հիշեք, ճշմարիտ քրիստոնյաների ներսում կա սուտը ճանաչելու կարողություն, որը պահպանում է նրանց ճշմարտության մեջ։ Իրական հավատացյալները ունեն Սուրբ Հոգին, ստացել են Սրբից, Հիսուսից եւ նրանք շարունակ աճում են ճշմարտության ճանաչողության մեջ։ Գրում է, բայց դուք օծություն ունեք Սրբից եւ ամեն բան գիտեք։ Հաջորդ համարում փաստում է, որ իր գրելու պատճառը այն չէ, որ այս հավատացյալները ոչինչ չգիտեին։ Նա գրում է, ասում է, ես գրեցի ոչ այն պատճառով, որ ճշմարտություն չգիտեք, այլ որովհետեւ գիտեք այն եւ վերջը տեսեք համարի։ Ոչ մի ստություն ճշմարտությունից չէ։ Տեսնում եք, նա ասում է ընդհակառակը, քանի որ դուք գիտեք, հարց է առաջանում, բայց եթե գիտենք, ինչու ես գրում, որպեսզի պաշտպանված լինեք։ Գրեցի ձեզ հաստատելու համար, որ ոչ մի ստություն ճշմարտությունից չէ, այսինքն որ դուք հեշտ կարողանաք զանազանել։ Կեղծ ուսուցիչները ժխտում էին հորը, որդուն, նրանք նաև ժխտում էին հոգուն։ Հոգին այն ուսուցիչն է, որ Աստված տվել է մեզ, բայց այս կեղծ քրիստոնյաները ցանկանում էին լինել ուսուցիչներ ժողովրդի մեջ, որովհետև Հովհաննես առաջորդիվ ասում է դուք կարիք չունեք, որ մեկը ձեզ սովորեցնի։ Ինչու՞, դրանք ուզում էին միջնորդի դեր կատարեն, մտնեին մարդու եւ Աստծո մեջտեղը, որ կարողանային շեղել։ Հովհաննեսը սրանով չի վերացնում ուսուցիչների դերը, սխալ չհասկանաք, այլ ասում է այն ճշմարտությունը, որ դուք գիտեք Հիսուսի մասին, կարիք չկա, որ դրսից մեկը գա ձեզ սովորեցնի, ինչ որ հոգին սովորեցնում է, ինչ որ քարոզել ենք, դուք գիտեք եւ մնացեք դրա մեջ։ Հաջորդ համարներում մնալու մասին է խոսում։ Եվ Հովհաննեսը 4:1-ում ասում է ամեն հոգու մի հավատացեք, այլ ինչ արեք, փորձեք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել, սիրելիներ, հարց ձեզ նորից մտորելու համար մի պատասխանեք, փորձում եք հոգիները, երբ լսում եք, որ ձեզ Աստծո խոսքն են փոխանցում, եւ եթե այո, ինչպես եք փորձում։ Փորձելու ձևը, այո, պետք է դու օրիգինալը լավ իմանաս։ Դու չես կարող կեղծ ոսկին հասկանալ, եթե ճիշտ ոսկին չգիտես ինչ բաղադրություն ունի։ Հովհաննեսն ասում է փորձեք հոգիները։ Բերիայի ժողովրդին հիշում եք, շատերն ուզում են բերիացիների նմանվել, որտեղ նրանց Ղուկասը կոչում է ազնիվ։ Նրանք ավելի ազնիվ են, քան Թեսաղոնիկեի հրեաները։ Ինչու՞, որտեղ նրանք ինչ որ լսում էին, որ քարոզում էր, գրքերով ստուգում էին։ Իսկ հիմա ժամանակ կա, քարոզում ես նայում ես մարդիկ գրքեր չունեն նույնիսկ։ Ճիշտ է, հիմա կարող ենք ասել սլայդին նայում ենք, բայց ինչպես եք ստուգում։ Պետք է փորձել հոգիները, սիրելիներ։ Արդյոք Աստծո թե ոչ։ Սա երկրորդ թեման է վարդապետական, որը պետք է իմանալ ներրերի կողմից չմոլորվելու համար։ Քրիստոնյան ունի արտոնություններ եւ դրանք որոնք են։ Երկուսը՝ ունի օծություն, կապ Աստծո հետ, Հիսուսի հետ, Աստծո հոգին մեր մեջ է եւ երկրորդ ապահովում է նրա համար գիտելիք ճշմարտության վերաբերյալ։ Սա պաշտպանության ինտելեկտուալ կողմն է։ Դու Հիսուսի հետ կապի մեջ ես, եթե Հիսուսին ընդունում ես որպես Տեր եւ որպես Աստծո Մեսիա։ Եվ վերջին երրորդ, տեսեք, վարդապետական թեման, ինչ պետք է իմանալ ներրերից չմոլորվելու համար, երրորդ աստվածաշնչյան դոգմաներ պետք է իմանալ Հիսուսի մասին։ Ես դիտավորյալ դոգմա բառն եմ այստեղ դրել, ոչ թե վարդապետություն։ Գիտեք ինչու, դոգման դա քննարկման եւ փոփոխման ենթակա չեղող մտքերն են։ Դոգմաներ։ Այսինքն Հիսուսի մասին ճշմարտությունները դրանց ես կոչում եմ հիմա դոգմա։ Այն իմաստով, որ դրանք կախված չեն մարդկանց մեկնաբանություններից։ Աստվածաշնչյան դոգմաները Հիսուսի մասին պետք է իմանալ եւ ուշադրություն դարձրեք, որ Հիսուսի մասին, ոչ միայն ընդհանրապես այլ Հիսուսի մասին։ Եվ Հիսուսի մասին 3 դոգմա, 3 ճշմարտություն ենք տեսնում այս երկու համարում եւ ավարտենք։ Առաջին տեսնում ենք, որ Հիսուսը Քրիստոսն է, 1, երկրորդը տեսնում ենք, որ Հիսուսին նորացողը հորնել չունի, եւ երրորդ տեսնում ենք Հիսուսին դավանողը հորնել ունի։ Նայեք 22-23-ին։ Ով է ստախոսը, Հովհաննեսն ասում է։ Եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Հենց նա էլ ներն է, ով ուրանում է հորը եւ որդուն։ Բոլորը, ովքեր ուրանում են որդուն, նրանք հորնել չունեն։ Իսկ նա, ով դավանում է որդուն, հորնել ունի։ Եթե ուզում եք չմոլորվել դիվային ներրերի վարդապետություններից, ապա պետք է շատ ամուր, չափազանց ամուր, աներկբա,
Իմանաք թե ով է Հիսուսը։ Հիսուսի բնույթը, եզակիությունը պետք է իմանաք։ Առաջին դոգման Հիսուսի մասին հետևյալն է, հիշեք։ Հիսուսը Քրիստոսն է։ Հիսուսը Քրիստոսն է։ Տեսեք ինչպես է Հովհաննեսը սա հաստատում, այո, փառք Տիրոջը։ Ով է ստախոսը, եթե ոչ նա ով ուրանում է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Տեսեք, Հովհաննեսը մի կողմից բնութագրում է ներին, որակելով որպես ստախոս, սուտ խոսող։ Մյուս կողմից հաստատում է Հիսուսի ինքնությունը, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ինչպես են սուտ խոսում այս ները։ Ինչ վարդապետության մասին է խոսքը, որ տարածում էին Հիսուսի մասին։ Լսել եք գնոստիկների մասին։ Գնոստիկները քարոզում էին ուսմունքներ, ուշադիր լսեք, որոնք հակասում էին Աստծո խոսքին եւ հետեւաբար իրենք կոչվում են ստախոս Հովհաննեսի կողմից։ Նրանց հիմնարար սուտը, նրանց ամբողջ ուսմունքի հիմքը այն էր, որ նրանք ժխտում էին, որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ ինչպես էին բացատրում։ Ըստ նրանց ուսմունքի Հիսուսը պարզապես մարդ էր եւ որ Քրիստոսը իջավ նրա վրա մկրտության ժամանակ։ Սա իրենց մեկնաբանությունն է։ Հիսուսը մարդ էր, Քրիստոսը իջավ Հիսուսի վրա մկրտության ժամանակ եւ լքեց Հիսուսին, երբ նա խաչի վրա էր։ Սա գնոստիկական ուսմունքն է։ Նրանք աղավաղում են Հիսուսի անձը եւ գործը։ Իսկ Քրիստոս գիտեք ինչ է նշանակում։ Օծյալ։ Հովհաննեսի ժամանակ դա գնոստիկությունն էր։ Նրանք ասում են Հիսուսը, Քրիստոսը, դրանք տարբեր են։ Գնոստիկությունն ասում էր դա, ուշադիր լսեք, նրանք ասում էին, որ Հիսուսը մարդ էր, ով ծնվել էր, եւ իր մկրտության ժամանակ նրա վրա եկել էր Քրիստոսը, եւ երբ Հիսուսը խաչի վրա էր, Քրիստոսը հեռացավ իրենից։ Իհարկե սա հերետիկոսություն է, սա մոլորություն է Հիսուսի անձի մասին եւ սա հակասում է Սուրբ գրքի ճշմարտություններին։ Դա համար Հովհաննեսը նրանց կոչում է ստախոս, քանի որ իրականությունը Հիսուսի մասին այն է, որ Հիսուսը հենց Քրիստոսն է։ Եվ այսօր ովքեր աղավաղում են Հիսուսի աստվածությունը, աստվածային բնույթը, նրա մեսիա լինելը ների վարդապետությունից են դրդված։ Ովքեր չեն ընդունում Հիսուսի մարդ եւ Աստված լինելը մեկտեղ, ովքեր մերժում են նրա փրկիչ լինելը, Տեր լինելը, նրանք ազդված են հակաքրիստոսի ոգուց։ Տեսնում եք, Հովհաննեսը ցույց է տալիս, թե ինչպես տարբերենք ներերին։ Նա ասում է, նայեք նրանց վարդապետությանը, նայեք նրանց ուսմունքին։ Ինչ են սովորեցնում Հիսուսի մասին։ Հիսուսը Քրիստոսն է թե ոչ։ Եթե ոչ, դու ներից ես կամ դու ներն ես։ Հա։ Ահա նրանց դոգման, նրանք ուրանում են Հիսուսին, իսկ Հովհաննեսն ասում է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Նրանց ուսմունքը հակասում է Աստծո խոսքին։ Եվ Հովհաննեսն ասում է դրա համար գրում եմ ձեզ։ Գրում եմ ձեզ նշանակում է դուք պետք է հավատաք գրվածին, Աստվածաշնչին։ Եթե սովորեք սիրելիներ այս ճշմարտությունները, ձեզ կապահովեք մոլորվելուց եւ կաճեք ճշմարտության ճանաչման մեջ։ Երկրորդ դոգման տեսեք, որը պետք է իմանանք Սուրբ գրքից, հետեւյալն է. Հիսուսին ուրացողը հորնել չունի։ Հիսուսին ուրացողը հորնել չունի։ Հակաքրիստոսների երկրորդ առանձնահատկությունն այն է, որ նրանք ժխտում են հավատը, այսինքն ամբողջ վարդապետությունը Հիսուսի մասին։ Յուրաքանչյուր ոք, ով մերժում է Քրիստոսի իրական բնույթը, ինչպես ներկայացված է Սուրբ գրքում, հակաքրիստոսն է։ Քրիստոսին ժխտել գիտեք ինչ է նշանակում։ Ժխտել նաև հորը։ Գիտեք ինչու։ Որովհետև հայրը վկայություն է տվել իր որդու մասին։ Դա նշանակում է մերժել հոր վկայությունը։ Դրա համար եթե դու Հիսուսին մերժում ես, դու հորը չունես։ Դու կապ չունես հոր հետ։ Առաջին Հովհաննես 5:5-10 եւ ով է, որ այս աշխարհին հաղթում է, ուշադիր լսեք, վկայության մասին է։ Եթե ոչ նա ով հավատում է Հիսուսն Աստծո որդին է, սա է որ եկավ ջրով ու արյամբ, Հիսուս Քրիստոսը ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, ուշադիր լսեք, եւ հոգին է որ վկայում է, Սուրբ Հոգին էլ է վկայում, որովհետեւ հոգին է ճշմարտությունը, արդ երեքն են որ վկայում են, հոգին, ջուրը, արյունը եւ այս երեքը մեկ են։ Ուշադիր լսեք, եթե մարդկանց վկայությունը ընդունում ենք, Հովհաննեսն է գրում, եթե մարդկանց վկայությունը ընդունում ենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծո վկայությունը, որ իր որդու մասին վկայեց, ով Աստծո որդուն հավատում է, ինքն իր մեջ ասում է ունի այդ վկայությունը, ունես սրտիդ մեջ այդ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, ով Աստծուն չի հավատում, նայեք ինչ է գրում Հովհաննեսը, նրան սուտ է հանում։
որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Ահա թե ինչ է նշանակում ով որդուն չունի, հորն էլ չունի։ Որտեղ որդուն մերժել նշանակում է մերժել հոր վկայությունը որդու մասին։ Տեսնում եք, որ Հիսուսի Քրիստոս լինելը չընդունել նշանակում է մերժել Սուրբ Հոգու եւ հոր վկայությունը։ Դա միևնույն ժամանակ մերժում է երրորդությանը, Հիսուսին, Հոգուն եւ հորը։ Եվ Հովհաննես այստեղ այդ վարդապետական հիմքերն է դնում, ասում է, լսեք, առաջին դուք այս դոգման պետք է իմանաք մինչև մա։ Հիսուսը Քրիստոսն է, 1։ Երկրորդ, ով Հիսուսին մերժում է, հորն էլ չունի։ Սա հիշեք, չխաբվեք եւ չմոլորվեք։ Հոգին ճշմարտությունն է։ Եվ Հովհաննեսը այլևս չի անդրադառնում առաքյալների վկայություն, այլ գրում է Աստծո վկայության մասին, որը գալիս է Սուրբ Հոգու միջոցով։ Պատկերացնեք, Հովհաննեսը գնալով ավելի մեծ վկայություններ է բերում, ցույց տալու համար, որ տեսեք, եթե մարդկանց վկայությունը ընդունում եք, ես ձեզ ավելի մեծն եմ տալիս։ Աստված է վկայել որդու մասին։ Ուրեմն որքան վստահելի է հոր վկայությունը։ Եվ եթե դուք մերժեք որդուն, այո, ուրեմն դուք մերժում եք նաև հորը։ Հիշեք սա, սիրելիներ, վկայություն բառը բանալի է այս հատվածի համար։ Հովհաննեսը գրում է այն մասին, թե ինչպես է Աստված Սուրբ Հոգին վկայում աշխարհին մի մեծ ճշմարտության մասին, Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթի մասին։ Այստեղ Հովհաննեսը մեջբերում է Աստծո վկայությունը, որը հաստատում է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Աստծո վկայությունից ավելի հեղինակավոր վկայություն կա, որ դրան կարճենք։ Աստված վկայել է, Հայրը վկայել է, Հոգին վկայել է, հա, Որդին իր մասին ինչեր էր ասում, իր վկայության մասին։ Հիսուսը կրկին ցույց է տալիս ամենամեծ վկայությունը, որ Հայրն է տվել իր մասին։ Այն ժխտելը սարսափելի է, նշանակում է Աստծուն սուտ անել։ Տեսեք ինչպես է Հիսուսը խոսում այդ վկայության մասին։ Կարդում եմ Հովհաննես 5:36-38։ Հիսուսը ասում է հրեաներին. Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։ Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտությունը։ Իսկ ես, լսեք, կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու։ Այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, եւ դուք ցանկացաք միաժամանակ նրա լույսով ուրախանալ, սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետեւ ուշադիր լսեք, այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այն նույն գործերը վկայում են իմ մասին։ Փաստորեն գործերն են վկայում։ Փաստորեն Աստվածությունն է վկայում, իր գործերն են վկայում, մարդիկ են վկայում, բոլորը վկայում են դրա մասին եւ դուրս են գալիս մարդիկ, որոնք որ ուրանում են դա։ Հաջորդիվ Հիսուսը ցույց տալու համար, որ ինքը Հայրը մեկ են, ուշադիր լսեք, սա վարդապետություն է, սա շատ կարևոր է։ Մեկ են, բայց տարբեր անձեր են, ուշադիր եք լսում։ Տեսեք ինչ ցնցող մոտեցում է ցույց տալիս։ Նա ցույց է տալիս հոր վկայությունը, անուղակի կերպով նշում հոր անձ լինելը եւ իր անձ լինելը։ Տեսեք, Հովհաննես 8:17-19։ Ուշադիր լսեք։ Ասում է եւ ձեր օրենքում իսկ գրված է. երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է։ Մեջբերում է իրենց օրենքը։ Հիմա երկուսի մասն է խոսում։ Ես ինքս եմ վկայում իմ մասին եւ իմ մասին վկայում է իմ Հայրը։ Չեղավ երկու։ Որն ուղարկեց ինձ։ Այսպիսով Հիսուսին ուրացողը հորն էլ չունի, հիշեք։ Եթե դուք չհավատաք այս ճշմարտությանը եւ լսեք մարդկանց, ովքեր Հիսուսին մերժելով ներկայանում են ձեզ եղբայր, ուրեմն դուք էլ ոչ Հիսուսին եք ճանաչում, ոչ էլ հորը, որ ուղարկեց նրան։ Ովքեր Հիսուսին մերժում են որևէ պատճառով, որևէ բացատրությամբ, պատրվակով, փիլիսոփայությամբ կամ բնագրային լեզուների տիրապետելով, իրենք նեռի ոգուց են խոսում։ Նրանք դեմ են Հիսուսին, նրանք հակաքրիստոսներ են եւ նրանք Հովհաննեսն ասում է հորնել չունեն։ Նրանք կապ չունեն հոր հետ։ Իմ կյանքում մի քանի դեպք է եղել, որ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր եղբայր էին ներկայանում, բայց մեր զրույցների ընթացքում բացահայտեց, որ նրանք Հիսուսին Աստված չեն ընդունում։ Նրանք դիվային վարդապետությունից, մոլորեցնող վարդապետությունից ազդվել էին եւ Հիսուսին փոքրացրել էին ավելի, ասելով, որ Հիսուսը Աստված չէ։
Հрյաները ընդունել են Հիսուսին որպես Մեսիա, որպես Աստված, չէ։ Դա նշանակում է այս կատեգորիայի մեջ չեն։ Նմանները չունեն հորը։ Նրանք կապ չունեն Հայր Աստծո հետ, քանի որ հոր մոտ գնալու միակ ճանապարհն ով է։ Հիսուսը։ Մերժել Հիսուսին նշանակում է մերժել միակ ճանապարհը։ Սա երկրորդ դոգման է, որ պետք է իմանալ եւ վերջին։ Հիսուսի մասին երրորդ դոգման պետք է իմանալ ըստ այս համարների, շատ կա, բայց այս համարները Հովհաննես այդքանն է տալիս։ Հետևյալն է. ով Հիսուսին ուրանում է, հորն էլ չունի, եւ վերջինը, եւ ով դավանում է նրան, հորն էլ ունի։ Ով դավանում է նրան, հորն էլ ունի։ Եթե նայեք 23-րդ համարին կտեսնեք մի կարևոր բան։ Հովհաննեսը պատասխան է տալիս, ասում է բոլորը ովքեր ուրանում են։ Սա շեշտեմ եւ անցնեմ առաջ։ Ինչու բոլորը։ Այստեղ հիշեք, որ բացառություններ չկան։ Ուզում է լինի քո ազգակիցը, հայրենակիցը, բարեկամը, ուրիշ ազգի ներկայացուցիչ, բոլորի մեջ մտնում է ողջ աշխարհը, հա։ Սա ցավալի փաստ է, բայց իրականություն, որ մարդիկ բոլորին չէ, որ ներառում են այս ցանկի մեջ։ Սա խոսում է մասշտաբների մասին։ Ցավալի է, բայց Քրիստոսին ընդունող հավատացյալներ կան, ովքեր կարծում են, ուշադիր լսեք, որ առանց Հիսուսի հնարավոր է փրկվել։ Օրինակ Բիլի Գրահեմին լսել եք։ Սեք նրա մասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հնչեց հարց, թե ինչ է նա մտածում քրիստոնեության ապագայի մասին, նա պատասխանեց։ Ես բառացի ընթերցում եմ այդ կարճ զրույցը։ Ինտերնետում կարող եք սա գտնել իմիջիայլոց։ Ասում է Շուլերը, ասա ինձ, Բիլի Գրահեմին է ասում, ինչ ես կարծում, որն է քրիստոնեության ապագան։ Գրահեմը պատասխանում է. դե քրիստոնեությունը եւ ճշմարիտ հավատացյալ լինելը, գիտեք, կարծում եմ դա Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսի մարմինը գալիս է աշխարհի բոլոր քրիստոնեական խմբերից դուրս, այսինքն նա մտածում է, որ բոլոր խմբերից, այո, կարող են մարդիկ Քրիստոսի մարմինը կազմել։ Եվ շարունակում է. կարծում եմ, ուշադիր լսեք, յուրաքանչյուր ոք, ով սիրում է Քրիստոսին կամ ճանաչում է Քրիստոսին, անկախ նրանից գիտակցում է դա թե ոչ, Քրիստոսի մարմնի անդամ է։ Շարունակում է, եւ չեմ կարծում, որ մենք կտեսնենք մեծ լայնածավալ արթնություն, որը ցանկացած պահի ամբողջ աշխարհը կդարձնի Քրիստոսի կողմը։ Կարծում եմ Հակոբոս առաքյալը պատասխանեց դրան, երբ Երուսաղեմի առաջին ժողովում ասաց, որ Աստծո նպատակն այս դարաշրջանի համար իր անունով ժողովուրդ կանչելն է։ Եվ դա է, ինչ Աստված անում է այսօր, ասում է նա։ Նա աշխարհից մարդկանց կանչում է իր անունով։ Լսեք, անկախ նրանից, նա է ասում, անկախ նրանից նրանք գալիս են մուսուլմանական աշխարհից, բուդդայական աշխարհից, քրիստոնեական աշխարհից, թե անհավատ աշխարհից, նրանք Քրիստոսի մարմնի անդամներ են, քանի որ կանչվել են Աստծո կողմից։ Եվ ուշադիր լսեք վերջինը։ Նրանք գուցե, ինքն է ասում, նրանք գուցե նույնիսկ Հիսուսի անունը չգիտեն, բայց իրենց սրտում գիտեն, որ իրենց անհրաժեշտ է ինչ-որ բան, որը չունեն։ Նրանք դիմում են իրենց ունեցած միակ լույսին։ Ես կարծում եմ, որ նրանք փրկված են, որ նրանք մեզ հետ կլինեն երկնքում։ Շուլերը պատասխանում է, տեսեք։ Ինչ? Ես լսում եմ, որ դուք ասում եք, որ հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսը մտնի մարդկանց սրտեր, հոգու եւ կյանքի մեջ, նույնիսկ եթե նրանք ծնվել են խավարի մեջ եւ երբեք չեն շփվել Աստվածաշնչի հետ, արդյոք դա ճիշտ մեկնաբանություն է ձեր արածին, Շուլերն է ասում։ Գրեմը պատասխանում է, այո, այդպես է, որովհետեւ ես հավատում եմ դրան։ Ես հանդիպել եմ մարդկանց աշխարհի տարբեր մասերում, նա է ասում, ցեղային իրավիճակներում, ովքեր երբեք Աստվածաշունչ չեն տեսել կամ լսել Աստվածաշնչի մասին, երբեք չեն լսել Հիսուսի մասին, բայց իրենց սրտում հավատացել են, որ կա Աստված, փորձել են ապրել այդ այնպիսի կյանքով, որը լիովին առանձնացված է իրենց շրջապատող համայնքից։ Շուլերը լեզուն սայթակում է մի պահ, դեմքը փայլում է, ապա ասում է. Ես շատ ուրախ եմ լսել, որ դուք սա եք ասում։ Աստծո ողորմության մեջ լայնություն կա, եւ Գրեմը պատասխանում է. անկասկած կա։ Մեջբերման ավարտ։ Եթե Գրեմի այս պատասխանը հնչեր մինչև Հիսուսի գալը Ադամ Եվայի ժամանակ, երբ Աստծո մասին արարչագործությունն էր միայն դեռևս հայտնում, եթե լիներ գոնե այն ժամանակ, որ Հռոմեացիս 2-ում ասում են նրանց խղճի վրա է գրված, մի փոքր կարելի էր հասկանալ, որ մարդիկ Աստծուն կարող էին ճանաչել այն չափով, որքան հայտնված էր իրենց։
Բայց Աստված ոչ միայն արարչագործությամբ է խոսել իր մասին, ոչ միայն խղճերի մեջ է գրել, ոչ միայն մարգարեների միջոցով խոսքն է հայտնել, այլ վերջին օրերում իր որդու միջոցով է խոսել եւ հայտարարել, որ ով որ Հիսուսին չընդունի, չի կարող հավիտենական կյանք ունենալ։ Ինչպես դու կարող ես այս ճշմարտությունը զիջել եւ ասել, որ նրանք Հիսուսին չճանաչելով կարող են հորն ունենալ։ Ասում է չկա նման բան, ով Հիսուսին չունի, հորն էլ չունի։ Չի կարելի այս ճշմարտությունը աղավաղել։ Եթե այդպես հնարավոր է, խնդրում եմ ուշադիր լսեք, առանց Հիսուսի մասին լսելու փրկվել, ինչու է Պողոսը Հռոմեացիս 10-ում գրում քարոզչության անհրաժեշտության մասին, ինչու է ասում, ինչպես հավատանու մասին չեն լսել, ինչու է գրում, ինչու է կարևոր, որ նրանք պետք է վազեն ավետարանելու, որովհետև հավատը լսելուց է եւ լսելն էլ Հիսուսի մասին քարոզված խոսքից։ Հիշեք, Հիսուսին ուրացողը հորն էլ չունի եւ չի կարող որևէ կապ ունենալ հոր հետ, քանի որ Հիսուսն է մեր խաղաղությունը։ Նրա միջոցով ենք հաշտվել հոր հետ, նրա միջոցով մուտք ունենք հոր մոտ, նրա միջոցով ենք ընտրվել, նրա միջոցով ենք սիրված եւ նրա միջոցով ենք ընդունված։ Դուք պատկերացնում եք, որքան առանցքային է այս ճշմարտությունը, որքան հստակ է այն։ Հովհաննեսը 1 միլիմետր անգամ չի զիջում սա։ Սա ճշմարտությունը եւ վերջ։ Հիսուսին ուրացողը հորն էլ չունի։ Հարց բոլորի սիրելիներ, նույնիսկ համացանցով լսողներին բոլորին։ Պարզ, բայց մի հարց, որը որոշում է քո հավիտենությունը։ Ով է Հիսուսը քեզ համար։ Եթե Հիսուսը քեզ համար մուսուլմանների Հիսուսի նման մարդ է, ով չի թաղվել, հարություն չի առել, Յահվեն չի ուղարկել իրեն, փրկագործություն չի իրականացնել, դու մոլորված ես, դու չունես փրկություն։ Եթե դու ընդունես Հիսուսին, որպես քո Տեր ու Փրկիչ, ով խոստացված Մեսիան էր, որ մորթված գառն էր աշխարհի արարումից առաջ, որ ողջ մարգարեությունները բղավում են իր մասին, իր կյանքով իրականացրեց բոլոր գրվածները իր մասին, քեզ երաշխավորում է Սուրբ Գիրքը, որ դու հորնել ունես։ Դու կապ ունես, դու այն օծումը ունես քո մեջ, որ մնալու է քո մեջ, քեզ առաջնորդելու է ճշմարտության մեջ եւ դու երբեք ու երբեք չես տրվելու նեռերի կամ հակաքրիստոսների մոլորություններին։ Դա համար ընդունիր Հիսուսին որպես Տեր, Փրկիչ, որպես Աստծո որդի, որպես Մեսիա, որպես Աստված։ Եվ եթե որևէ մեկի մտքով անցնի, որ Հիսուսին կարելի է ընդունել բոլոր պաշտոններում բացի Աստված պաշտոնից, ես ձեզ երկու համար եմ ուզում կարդալ եւ ավարտենք։ Ուշադիր լսեք։ Շատերը ձեր շրջապատում, եթե դուք վարդապետական զրույցներ ունենում եք մարդկանց հետ, կտեսնեք, որ շատերը Հիսուսին ընդունում են բոլոր պաշտոններում բացի Աստված պաշտոնից։ Ես ձեզ հիմա ցույց եմ տալիս Աստվածաշնչում երկու համար, որը քերականությունը նույնիսկ օգնում է մեզ, որ մենք տեսնենք, որ Հիսուսը Աստված է։ Գրում է այսպես Տիտոս 2:13-ում, տեսեք. Սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, Աստծո ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Հարց է առաջանում. ինչպես իմանանք հեղինակը ում նկատի ունի, երբ օգտագործում է Աստված բառը, Հայր Աստծուն, թե Փրկիչ Հիսուսին նույնպես։ Ինչպես իմանանք։ Շարպ Գրենվելի կանոնը կա հունարեն քերականությունում։ Ձեր ուղեղի վերջին հնարավորությունները լարեք այստեղ։ Հունարեն լեզվի մեջ, ուշադիր լսեք, որոշիչ հոդը առանձին բառ է, ինչպես անգլերենում դեն, որոշիչ հոդը։ Քերականական կանոն կա հունարենում։ Եթե նախադասության մեջ կա երկու գոյական, որոնք կապված են այս կայ շաղկապով եւ ով, ու գրված է միայն մեկ որոշիչ հոդ առաջին գոյականի համար, իսկ երկրորդ գոյականի համար գրված չէ որոշիչ հոդ, ապա առաջին որոշիչ հոդը վերաբերվում է եւ առաջին գոյականին եւ մյուսին։ Ստացվում է, որ Աստված Տիտրոսը կամ Աստված հայտարարությունը վերաբերվում է եւ Աստծուն եւ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ըստ կանոնի այս գոյականները իրար կողք են եւ որոշիչ հոդ կա հունարենում Հայր Աստծո մոտ։
Նույն կառուցվածքը կարդում ենք Պետրոսի նամակում։ Սիմոն Պետրոսը ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց որ մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատը։ Տեսնում եք, Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի իրար կողք հավասար։ Պետրոսը նույնպես Հիսուսին կոչում է Աստված Փրկիչ։ Սա հզոր փաստարկներից մեկն է, որով կարող եք մոլորվածներին ցույց տալ, թե ինչպես է Սուրբ Գիրքը ուսուցանում, որ Հիսուսը հավիտենական Աստված է։ Ահա թե որքան կարևոր է սովորել հունարեն քերականությունը։ Դուք ձեզ կապահովեք նաև սրանով մոլորվելուց։ Այսպիսով, սիրելիներ, բոլորը ովքեր ուրանում են որդուն, նրանք հորն էլ չունեն, իսկ ով դավանում է որդուն, հորն էլ ունի։ Ինչ է նշանակում հորն ունենալ։ Հորն ունենալ նշանակում է ունենալ հնարավորություն հոր հետ ամենամտերմիկ հարաբերություններն ունենալու։ 4:15-ում ասում է, ով դավանում է, որ Հիսուսն Աստծո որդին է, Աստված նրա մեջ է եւ նա Աստծո մեջ։ Սրանից մոտ հարաբերություն գոյություն չունի։ Այսպիսով, սիրելիներ, Հովհաննեսը վերջին ժամանակների ներերի հակաքրիստոսների գործունեության մասին մեզ տեղեկացնում է եւ ցույց տալիս, թե ինչերը պետք իմանալ չմոլորվելու համար։ Առաջին պետք է սովորենք Աստվածաշնչյան ժամանակները վերջին օրերի մասին։ Երկրորդ, սովորեք Հիսուսի մեջ ձերով լինելու մասին, ձեր արտոնությունները, օծությունը ձեր մեջ է, դուք ամեն բան գիտեք եւ ամուր մնացեք այդ ճշմարտության մեջ։ Եվ վերջին, ամեն օր ավելի ճանաչեք Հիսուսին իր խոսքի միջոցով, որովհետեւ այս դոգմաները անփոփոխ են։ Հիսուսը Քրիստոսն է, ով մերժում է Հիսուսին, հորն էլ չունի, իսկ ով դավանում է Հիսուսին, հորն էլ ունի։ Տերը օրհնի բոլորիդ։